Բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները մայիսի 13-ին հավաքվել են Կենտրոնական բանկի դիմաց, պահանջելով լուծում տալ առաջացած խնդիրներին։ Նրանք հայտարարել են, որ վարկային պարտավորությունների սառեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Որևէ քաղաքացու վարկային գիծը, ինչպես եւ հայտարարվել էր, կասեցված չէ։ Մոտեցեք քաղաքացիներին, այսքան մարդիկ են եկել, բոլորի նկատմամբ առկա պահանջներ։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Մեհեր Կարագյոզյանի խոսքով ֆինանսական վերահսկող կառույցի գործելավոճը հովանավորչություն է բանկերի նկատմամբ, ինչը պետք է գրավի հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը։ Արդեն հովանավորչություն է բանկերի նկատմամբ։ Նրանց պարտականությունն է պաշտպանել քաղաքացիներին, ոչ թե բանկերի շահերը սպասարկել։ Ակցիայի մասնակիցներն Armenia Today-ին պատմել են, թե ինչ է կատարվել, ինչպես են դարձել զեղծարարության զոհ եւ ինչ քայլերի են դիմել դրանից հետո։ 550,000 իմ անունով ռոկետլայն է ձևակերպվել, որից ես տեղյակ չեմ եղել, չեմ ստացել ծանուցումներ։ Հաջորդ օրը նոր մայլին նամակ եկել, որ իմ անունով գումար դուրս գրվի զեղծարարի կողմից։ Ուրեմն Վիբասելի անունի տակ զանգարում են, ասում են կապեն ենք բանանում, ստուգում։ Ասացի խնդիր չկա, դե ստուգեք ձեր կապենա, ստուգեք։ Իրանց այդ խոսակցությունից հետո նայել եմ տեսեի դրամի ու Converse բանկի հավելվածը հեռախոսից մեջ չկա, չի երևում։ Զանգարել են Վիբասել, ասին մենք չենք, դա զեղծարաններն են։ Մեյլին եկել է գումարի բան, իբր վարկի վարկ ունեմ 495,000։ Իդրամից ամենտացել է գումարներ, ID քարտից աշխատավարձի եւ 495,000 վարկ է ձևակերպվել։ Դեկտեմբերի 6-ի 24 թվի պատահական նկատեցի, որ ռոկետ լայնի վրա շոմի գումար կա 26,000 դրամներ, որը պետք է չլիներ։ Հետո մտա իր պատմություն, տեսա ուրեմն 40 րոպե ընթացքում իմ 400,000 սահմանաչափը դիում են գրել սարքել են 3,170,000 ու 40 րոպե ընթացքում տարբեր թե հաշվի համարների, թե քարտային համարների փոխանցել են։ Որոշ բանկեր ընդառաջել են այս ամենից տուժածներին, կասեցնելով վարկային պարտավորությունները, անգամ վերադարձնելով կորցված գումարները, սակայն մյուսներն ընդառաջ չեն գնացել, պնդել են քաղաքացիները։ Անմիջապես զանգել եմ ոստիկանություն հայտարարություն եմ տվել ու զանգել եմ Converse բանկ։ Converse բանկից ինձ ասեցին, որ վերջի անգամ երբ ես մտել մեր բանը, հավելվածը, ասի մի 2 շաբաթ առաջ։ Իրանք մի անգամից ստուգեցին տեսան, որ վարկա ձևակերպված, մի անգամից կանգնացրեցին այդ վարկը 1 միլիոն դրամ։ Այդ նույն ժամանակ կինս է զանգում Իդրամին ու ասում է, որ հաշիվը փակեք, իրանք փակում են հաշիվը ու հարց է տալի, որ վարկ կարող է ձևակերպել են, ասում են չէ, վարկ չի ձևակերպել։ Converse բանկը նույն պահին ամբողջությամբ լրիվ զրոյացնում է իմ հաշիվները, զրոյականը մի անգամից տալիս է, Converse բանկում 2 քարտ ունեի, երկրորդ քարտի վրա 65,000 դրամ փող եմ ունեցել։ Հաջորդ օրը Converse բանկը այդ 65,000 դրամն էլ անգամ ինձ վերադարձել։ Converse բանկի կողքն է ID բանկն էր։ Համոզվելու համար, որ տեսնեմ, որ իրոք փակված է իմ հաշիվը, մտել եմ ID բանկ, հարցրել եմ փակված է հաշիվը, ասել են այո, ասի վարկ ձևակերպված չկա, ասին վարկ է ձևակերպված։ Ոստիկանություն դիմեք, ասի ես ձեր հետ հենց հիմա որ խոսում եմ, իմ հեռախոսին ոստիկանությունից են զանգում։ Կարամ բարձրախոսը միացնեմ, խոսակ։ Ասի ձեզի կասկածելի չի թվացել այդ ամեն ինչը։ Բա օնլայն երբ որ ձևակերպվում է, մենք օնլայնի ժամանակ ստորագրություն մեզի պետք չի, մենք ձևակերպում ենք։ Զանգել եմ բանկ ու խնդրել եմ կասեցնել, որ կարող էին կասեցնել 2 ֆինանսական դուրսբերում արդեն, բանկը ոչինչ չարեց։ Դիմել եմ ID բանկ։ Իրանք ասում են դուք երևի հղումով անցել եք, ասում ես հղումով չեմ անցել։ Ասում եմ որ ցույց է տալի, որ ձեր հեռախոսը ռեալն է, բայց այս գործակը կատարվել է iPhone-ով։ Բացեմ որ iPhone-ով է կատարել, մի հատ քիչ չեք հարցում անում ու ասում իրանք մենք կարանք ձեզ առաջարկենք 12% տոկոսադրույքով, դուք մուծեք։
Կարագյոզյանն իրատեսական չի համարել Մարտին Գալստյանի հայտարարությունը, թե կենտրոնական բանկը կարող է առանձին ուսումնասիրել զեղծարարությունից տուժածներին առնչվող դեպքերը, հաշվի առնելով բանկի աշխատակիցների եւ տուժածների թիվը, որն անցնում է 10,000-ը։ Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների իրական քանակը 10,000-ից ավելի է։ 30 հոգով 10,000 հոգու գործ, ոնց են անհատապես խորը քննելու, սա էլ է անհնարին։ Ակցիայի մասնակիցները սպասում են մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի դիրքորոշմանը։ Ընդունեցին, լսեցին գանգատները, համաձայնեցին, որ առկա է մարդու իրավունքների խախտում, բայց դեռևս մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես նման հայտարարություն չի արել, ինչին մենք անհամբեր սպասում ենք։ Նրանք պատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել ուսումնասիրություն սկսել կենտրոնական բանկի գործելավոճի վերաբերյալ։ Անի Ներկարարյան, Աննա Բադալյան, Դմիտրի Անտոնով, Armenia Today։